Իմ ետևում գտնվող ջրատարում բացի կենցաղային աղբից, պլաստիկ շշերից նաև սատկած կենդանիներ կան։ Այստեղ տարածվող գարշահոտը ժամանակ առ ժամանակ այնքան է սաստկանում, որ անգամ շնչել հնարավոր չի լինում։ Մենք Մասիս համայնքում ենք, շրջակայքում ձկնաբուծարաններ են, քարերի մշակման արտադրամաս, նաև Մասիս քաղաքի աղբավայրը։ Ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ Էդուարդ Մեսրոպյանը նշում է, առողջապահական ոլորտը վերահսկող մասնագետները պետք է անհանգստանան, քանի որ դրենաժային համակարգերում սատկած օրգանիզմները կարող են համաճարակի վտանգ ներկայացնել։ Հիմնականը ամենամեծ վտանգը նա է, որ այդ ամբողջ կիրթաջուրը եւ աղբը անցնելով, լցվելով դրենաժային համակարգ, իրանք աղտոտում են եւ ընդերքը, այսինքն խորքային ստորգետնյա ջրային հորիզոնին կարող են լուրջ վնաս հասցնել, մյուս կողմից էլ նրանք նաեւ հողատարածքներն են աղտոտում։ Ամենամեծ վնասը դա առողջապահական է, որը ստեղծում է հակասանիտարական վիճակ եւ համաճարակի համար, բռնկման համար բավականին լավ աղբյուր է հանդիսանում։ Դա մենակ համայնքապետարանի լուծման խնդիր չի միայն, թեպետ իրանց խնդիրն է, բայց միայն իրանց ուղղությունն է։ Այստեղ շատ կարևոր դեր ունի առողջապահության նախարարությունը, շատ կարևոր է բնապահպանության նախարարությունը, որովհետև շրջակա միջավայրի նախարարությունը, որովհետև այդ երկուսին է վերապահված որոշակի ֆունկցիաներ, որոնք խախտվում են հենց նման երևույթների պատճառով։ Մասիսի համար շատ կարևոր է այսօր կեղտաջրի մաքրման կայանի կառուցումը, որովհետև բավականին մեծ քաղաք է։ Մինչ մասնագետը հորդորում է առողջապահական ոլորտի ներկայացուցիչներին քայլեր ձեռնարկել հավանական վարակը կանխելու համար, մենք փորձում էինք գտնել ոլորտը վերահսկողին։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից, էկոնոմիկայի նախարարությունից, ծննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից նույն պատասխանն էինք ստանում։ Ձեր կողմից նկարագրված իրավիճակը մեր վերահսկողության շրջանակից դուրս է եւ հրաժարվում էին մեկնաբանություն տալ։ Ի վերջո տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող ջրային կոմիտեն ուղղորդեց դիմել Մելորացիա ՓԲ։ Այդ դրենաժը մաքրել են 2024 թվականին։ Հիմնականում դրենաժային համակարգերը 2 տարին, այսինքն մի տարի մաքրում ենք, հաջորդը չէ, մյուսը։ Բայց մաքրումից հետո առավելագույնը, չգիտեմ, 1 ամիս հետո եթե գնանք, մեր մաքրած տեղը չենք ճանաչում։ Ամենասենց ակնառու խնդրահարույց համայնքը մեր համար այսօր Մասիսն է, որ Մասիսում խայտարակ վիճակ է, չգիտեմ։ Նույն այդ քարի արտադրամասերը մեջերից քարեր են քանում, այդ քարի լվացված բաներն են քանում, նույնը ձկնաբուծարանները, ձկան փորոտիկները 1995-ից 2005 թվականին Հայաստանում դրենաժները չմաքրելու արդյունքում եղել է մալարիա։ Պարզվում է մասիսցիներն անփույթ են բնության ու շրջակա միջավայրի հանդեպ։ Այս տեսակետին են նաև Մասիսի համայնքապետարանում։ Իրականում եմ ասում, չես կարող էլ եթե զգողությունը իրականացնես։ Իրականում չի լինում։ Ասենք հա պատահական անցնելուց ինչ որ մեկին եթե նկատվում է աղբ գցելուց, նույնիսկ ես մեքենա եմ կանգնացնում, եթե անձեռոցիկ են նետում կամ մյուս կանգնացնում, ես անձամբ կապ չունիմ համայնքում է, վեդիումը թե արտաշատում։ Ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ ինչ որ է համայնքում է, էլի այսօր անցնող դառնողը չգիտի, դա համայնքի գործն է, Մելորացիային է, թե Երևան ջոյինն է։ Բայց դուք նաև կարծեմ տուգանք սահմանելու իրավասություն ունեք, չէ՞, կարելի է։ Իհարկե տուգանում ենք։ Ուրեմն մենք ինչ պետք է հասկանա, որ այդ խոզը պետք չի տանել գցել ընդ աղբը պետք է աղբամանի մեջ լցնեն, շին աղբը պետք է զանգեն համապատասխան աղբավայր տանեն այնտեղ լցնեն։ Պատասխանատուները խոստանում են մաքրել ջրատարերը, մասնագետներն առաջարկում են կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել եւ միայն Մասիս համայնքի բնակիչներից է կախված, արդյոք ջրատարը կրկին աղբով կլցվի։